Տիկին Եվգենիա, ձեր շնորհիվ այսօր մեր տաղավարը մինի ցուցասրահի է, փոքր ցուցասրահի է վերածվել։ Շնորհակալություն այսօրվա այս գեղեցկության համար։ Պատմեք ձեր մասին, ձեր կյանքի մասին։ Դե սկսեցի այս դերի գործով զբաղվել 12 տարի առաջ։ 12 տարի առաջ սկսեցի զբաղվել, սկզբից այս ջուտի թելով սկսեցի այս տարբեր բաներ անել, հետո կամաց ճիշտ ասած ես մեր խմբի մեջ սկսեցինք այս ձուն սարքելը։ Միջև չէի արել ոչ մի անգամ, առաջի անգամ ես էլ ստե սովորեցի։ Ես էլ ինքս առաջի անգամ շատ բաներ եմ ստե սովորում, ու օրինակ ես եմ առաջի անգամ սարքել, ես էլ եմ առաջի անգամ սարքել ու պատկերացրեք, որ Տիկին Եվգենիա, ձեր կյանքի մասին պատմեք։ Դուք միանգամից ձեր կյանքի ընթացքում, եթե ես չեմ սխալվում, դուք միշտ այսպես ասած հմուտ ձեռքեր եք ունեցել։ Սովորական կենցաղում Դե կենցաղում գիտեք շատ դե ընտանիքը այն ժամանակ երեխաներ ունեի, դպրոցական էին, այն ժամանակ ես շատ չեմ աշխատել ճիշտ ասած, բայց երեխաների համար շատ շորեր եմ գործել, շատ տարբեր ոնց ասեմ, շարվարից սկսած մինչև գլխակ Սենց շատ կետներ Ոտից գլուխ գործել եմ, երեխեքին հագցրել եմ, այո, ամուսնուս իմ համայել, ճիշտ ասած, ինձ էլ եմ գործել ամեն ինչ պետք էր, ու դա ինչ մեզ շատ օգնեց այդ գործը 90 թվականներին, այն շատ ծանր տարիների ժամանակ, մեզ փրկեց ուղղակի։ Ինչպես։ Առնելու հնարավորություն չկար, բայց թելեր շատ ունեի, այն երեխեքին հագցնում էի, Տանակ ձեր երեխեքին, թե շուտ բոլորը, ամուսնուս մեր ընտանիքի անդամներին բոլորին, այո։ Երբ թոշակի անցաք, ինչպես փոխվեց ձեր կյանքը, երեխաները մեծացան։ Երեխաները մեծացան, երբ որ փոքր աղջիկս էլ ամուսնացավ ու գնացին Ռուսաստան, ես ու ամուսինս մնացինք մենակ երկուսով։ Դե ինքը իր գործով էր զբաղված ամուսինուս, դե ես պետք է մի բան անեի, թե չէ վերջով չես կարող ասեն պարապ նստես սաղորը։ Ինա սկսեցի համակարգչի միջոցով, սկսեցի նայել, ասի թե նա ինչ է ինձ դուր գալի։ Ու կանգ առա այս ջուտի թելի վրա։ Քանի տարի առաջ էր դա եւ այդ ժամանակ քանի տարեկան էիք։ 58 երևի 12 տարի առաջ։ Մի քիչ շուտ եք սկսել երկրորդ ընթացքում վերցնել 60-ից, բայց այն ժամանակ դեր Արմինի հետ չենք աշխատում։ Ուղղակի ես ինքս իմ համար որ զբաղվեմ, ուղղակի որ ազատ ժամանակ շատ չունենամ։ Միջև հիմա չունեմ ճիշտ ասած։ Դուք պրպտումներով եկաք հասակ այս կետին, որ սկզբից թելով աշխատելն էր ձեզ հետաքրքիր։ Սկզբից թելով, հետո անդադ նույն բանը ինձ հետաքրքիր չի։ Նույն բանը անելը։ Հետո ես սկսեցի անել ես խովար։ Ես լուսամփողները մի 10 հատ ունեմ, տարբեր։ Շատ սիրուն են, մեկը մեկից լավն են։ Հոսանքի անցկացումն եք դուք անում։ Չէ, իմ ամուսինն անում։ Ճիշտ ասած, այս աշխատանքի մեջ իմ ամուսինը շատ է օգնում, որտեղ պետքա, ասենք, այս երկաթային մասերը կպցնել, պայկայա պետք անել, կամ վինտով կամ որևէ բանով շփոթել, լուսի գործը լրիվ ինքն է անում։ Տեխնիկապես սպասարկում, բայց ամենակարևոր իր օգնությունը ինքը իմ հովանավորն է։ Ֆինանսավորումն է։ Այո։ Իմ հարցին մասամբ անդրադարձակ, ինչպես են ձեր ընտանիքի անդամները, ամուսին արդեն ասացիք, որ սատարում է, զավակները հեռվից հեռու ոգևորում են ձեզ։ Շատ։ Դե աղջիկները չգիտեք մամայի հետ ոնց է շատ լավ են ու իրանց ինչ սարքում եմ, ես իրանց ցույց եմ տալի անպայման։ Իրանք շատ դուր է գալի, ճիշտ ասած։ Իրանց համար եմ շատ բաներ սարքում։ Եթե հնարավորություն ունեն, տանում են հետները։ Ամենքի տանը որ կենակ իմ աշխատանքներից անպայման կա։ Առավոտյան արթնացաք, նախորդին գիտեք արդեն ինչի ուղղությամբ եք աշխատելու, այդ օրը ինչպես եք ստեղծագործելու։ Գիտեք, ճիշտ ասած, եթե մարդիկ աշխատում են ինչ-որ հիմնարկում կամ որևէ բան, իրանք շաբաթ կիրակի ունեն, ես չունեմ։
Ես ամեն օր ինչ-որ մի բանով զբաղված եմ, ամեն ինչքան զանգում է, ես անդադ սեղանի դեմը նստած մի բան անում եմ։ Ամեն օր առավոտից ես սկզբից իմ տան գործերին եմ զբաղվում անպայման։ Դե հետո մենք սեփական հայաթ ունենք, ծաղիկներ եմ աճեցնում, վարդեր ունեմ շատ, էդ էլ է պետք նայել, իհարկե։ Այդ ամեն ինչը որ անում վերջացնում եմ, տան գործերը որ բրծնում եմ, ու մի անգամից ես նստում եմ իմ սեղանի մոտ ու սկսում եմ անպայման մի բան անում եմ։ Ես օր չկա որ մի բանով չզբաղվեմ։ Հետաքրքիր փաստ ասեմ, եթե կարելի է Եվգենիայի մասին, իր նման յուրահատուկ նաև իր բագն է։ Էնպես է ուշադրություն գրավել կողքից անցնողների մոտ, որ ֆիլմ նկարահանվեց վերջերս Եվգենիային Բաքում եւ տանը, Այո։ Անպայման Ստեփանավան այցելելուց գալու եմ աչքերով տեսնեմ Տիկին։ Ինչ նյութերով եք ստեղծագործում։ Ամեն անգամ նորը դուք ասացիք, որ սկսեցիք ջութի թելով։ Սկսեցի ջութի թելով։ Օրինակ, հետո այսա իսկական ձու է, մեջը դե դատարկել են, լվացել, չորացրել ու սենց սիրուն նախշեր ենք։ Ուղղակի սա կարելի է պահելի է երկար ժամանակ։ Տոնակար խաղալիք չի։ Լրիվ։ Կարելի է, եթե թել կպցնել կարելի է, բայց դες ավելի շատ մենք զատիկի համա ենք սարքել։ Այո, հետո զատիկի համա ես ունեմ հատուկ սենց աման սարքած իր բնիկներով ու սա մեջը սենց շարում ենք շատ սիրունալու։ Այս արեցինք, այս նոր բանա, ճիշտ ասած, օճառի վրա սենց քորոցներով հավաքած, սենց սիրուն բան ստացում արել։ Գուրումնավետ է։ Այո։ Իսկ էս էլ ճիշտ ասած ես հնարել եմ։ Սա ինչ շարք է։ Այն մեջերը ավազը ներկել եմ։ Ու այդ մեջերը այդ շորերը, օրինակ այդ անձրևանոցը ու այդ ամեն ինչը այդ ավազով է ներկած։ Տիկին Եվգենիա, Ստեփանավանը Հայաստանի գողտրիկ վայրերից է, եթե չասենք ամենագողտրիկը, արդյոք բնությունը, հարակից անտառները իրենց ազդեցությունը թողնում են նաև ստեղծագործական կյանքի վրա, ոգեշնչում են։ Շատ։ Դե ճիշտ ասած, իմ ամուսինը արդեն 30-40 տարի ամեն օր գնում է անտառը անպայման պարտադիր ինքը տենց գնում է շրջում է մանագալի այդ ու գալիս է պես վերջերս սկզբից չէ, բայց դե վերջերս ես էլ եմ իր հետ միասին մենք գնում ենք միասին այս սրանց նման այո գնում ենք միասին անտառում ֆիզկուլտուրա ենք անում այո տենց գալիս ենք տուն հետո ամենքը անցնում է իր գործին Երիտասարդության գաղտնիքները կամաց եք բացում։ Այո։ Ստեղծագործական կյանքը դες համար ինչ է, դուք ինչ եք գտնում, որտեղից է գալիս, որտեղից են գալիս գաղափարները, էմոցիաները, որ դուք այս ձևով արտահայտում եք։ Կիրառական արվեստի միջոցով եք արտահայտում ձեր ներաշխարհը։ Ասած, երբ որ ինչ որ մի գործի մեջ ես ու դրա մասին մտածում ես, գալիս է իրան ասենք թե այդ գաղափարները որ ասենք թե ես նույն բանը չեմ ուզում անեմ պետք է մի ուրիշ բան անել դրա մասին մտածում ես որ մտածում ես իրան գալիս է ես չգիտեմ կարող է ինձ հուշում են ես չգիտեմ բայց առաջի անգամ ճիշտ ասած լավ չի ստացվում բայց երկրորդ երրորդ անգամ Պարտադիր շատ սիրուն ստացվում ամեն ինչը, բայց առաջի անգամից ինձ ստացվեց։ Սկզբից գաղափարն է գալիս, հետո տեխնիկապես վարպետանում եք։ Անպայման։ Որ անկեղծ լինեմ, ինձ ամենաշատը տպավորեցին իրար սիրող տատիկն ու պապիկը։ Շատ լավն է։ Քանի աշխատանք ունեք, քանի 100 Շատ, հա, երևի։ Չեմ հաշվում ճիշտ ասած, երևի ավելի կլինի ճիշտ ասած։ Դրա համար որ եթե ցուցահանդեսի տան մի գետե բոլորը տանեմ, մի 2-3 ռեսպիտ լավտոյով անենք։